Կարող էի միլիոններ աշխատել, հնարավոր էր։ Դու ջուր քաշել էր, գազ քաշել էր, լույսը սաղ գումար էր։ Բայց ես այդ բանին չեմ հետևել։ Վարուս պապ, որ գյուղապետ էի, գյուղսովետի նախագահ էիք, 4 գյուղը ձեր ձեռքի տակ, ամեն ինչ դուք էիք ղեկավարում, այդ տարին չհարստացաք, ոնց որ սովորաբար հարստանում են։ Չէ, ոչ մի 15 տարվա մեջ մոտ 5000 բնակչություն էր։ Ոչ մի կոպեկ ես աս չեմ ունեցել։ Ես եղել եմ մանկավարժ։ Մանկավարժի ոգով եմ ել գյուղական սովետը ղեկավարել։ Ազիվ եմ եղել։ Փառք Աստծո, տեսնում եք էլի։ Ես մի տուն ունեք։ Հա։ Ես հորս սարքազներ։ Եմ կողմին էլ ես եմ սարքել։ Գյուղսովետի նախագահության ժամանակ։ Էդ է եղել։ Հնարավորություն կար։ Պետությունից էլ ես կարող եմ շատ գումար ուտել։ Օրինակ, Ֆինբաժնիվարի չեն գեր Արսենյանը, որում իրեն։ Դե տարվա վերջին բուջեները որ գումար էր մնում, կանչում էր, ասում էր, այդ բուջեն պետք է վերացնենք։ Մնաց քեզ խիստ նկատողություն կտան ռայկոմում։ Ոնց եք վերացնում։ Հիմա կանչում էր, հա, ասում էր պապալամ, Ֆինբաժնիվարի չէ։ Կես իմ կոլեկտիվին, կես քո կոլեկտիվին։ Իմ կոլեկտիվին տալիս էի 13-րդ աշխատավարձ կա, ես տալիս էի 14-րդ աշխատավարձը։ Այդ մնացած գումարը մենք գրում ենք որպես աշխատավարձ ստանում էինք։ Բայց երբեք ձեր գրպանը չէիք դնում, հենց անձամբ ձեր գրպանը։ Ինչ արած, պատահում էր էլի։ Գումարներ բան շատ։ Ինչի համար եք փոշմանել, որ հետ եք նայում, մի դարեքից ժամանակ չի, ինչի համար եք փոշմանել։ Փոշմանալ գիտեք ինչ, փոշմանալ եմ, որ ես էլ չեմ գարփել մյուսների պես։ Բա, ինչ փոշմանալու բան կար։ Ես իմ որ ժամանակը հետ տայիք մի 20-30 տարի, կուզեք կես դար, հետ տվեք, ոնց կապրեիք, ինչը կփոխեիք։ Ես կարող էի ամեն ինչ անել, էլի հնարավորություն ունեի, բայց չեմ արել։ Հիմա մի փոքր փոշմանել եմ, որ սխալ եմ արել, չեմ արել։ Ինչ եք սխալ արել։ Ես ինքս ինձ մեղադրում էի։ Ես էլ օգտվեի էլի։ Այդ բարիկներից ես էլ կարող էի օգտվել։ Բայց հիմա խիղճը մաքուր չէիք պատմի դրա մասին։ Այդ հարցը կշրջանցեիք հիմա, եթե օգտված լինեիք։ Սեփական երեխաների դաստիարակության մեջ ինչ սկզբունքներ եք կիրառել, որ կարող են օգտակար լինել մյուսների համար։ Ես երեխաների նկատմամբ շատ խիստ եմ եղել։ Դες դպրոցում էի։ Տղաս էլ նույն դպրոցում էր սով։ Շատ խիստ եմ եղել ես։ Պահանջկոտ եմ եղել երեխաների նկատմամբ։ Ուսման համար։ Ստիպում է, որ լավ սովորեք։ Նստեք դասերի վրա։ Եվ պատական չի, իմ երեխաները բոլորն էլ ավարտեցին, բարձրագույն ավարտած երեխաներ են։ Այդ խստությունը արտահայտվում էր հետևողականությամբ, թե խիստ էիք, կարող էի նաև ապտակեիք կամ։ Չէ, ապտակել իմ կողմից երեխաներին կյանքում չեմ ապտակել, կյանքում։ Իմ նույնիսկ աշակերտներին էլ չեմ ապտակել։ Կյանքում ես երեխա չեմ ապտակել։ Իմ երեխաները ինձանից ճիշտ է խիստ եմ եղել։ Դե խիստ եղել եմ իրենց համար եմ եղել։ Գնաց Երևան բարձրագույն բժշկական ավարտեց համալսարանը, խստությունն էր, մեր հետևականությունն էր, իրեն ծնողի հետևականությունն էր։ Ամենասիրելի թոռը Գոհարն է։ Դե Գոհարն է, փոքրուց սիրել եմ Գոհարին և մինչև հիմա սիրում եմ։ Ոնց հետ բերեց ձեզ են աշխարհից։ Բերինք էլի։ Աստծու կամքը չէր որ գնայիք, սպասեիք դեռ կյանք ունեիք ապրելու։ Հա։ Ես հավատում եմ Աստծուն։ Ճակատագիր Աստված դա ճակատագիրն է։ Ճակատագրին ես հավատում եմ։ Ամիսը կես ես պարկեցի, ամիսը կես մեռնում էի։ Տղաս էլ էր հիվանդ։ Տղաս մահացավ, ես փրկվեցի։ Ինձ Գոհարը փրկեց։ Ինչ որ տղաս էլ մահացավ էլի, չկարողացանք փրկել։
հրակեր։ Զավակների կորուստը մարդը ոնց հաղթահարի, կյանքը Շատ աննախատեսելի է։ ծանր էր։ Ամենածանրը զավակի կորուստն էր։ Դες եղել եմ բանակում շատ մահեր եմ տեսել։ Ինձ համար սովորական էր այդ մահը, բայց զավակի մահը, երեխայի մահը ծանր է։ Ես շատ ծանր եմ տանում, մինչև օրս էլ տանում եմ։ Ինչ օգուտ։ Ասում եմ այնքան ապրեմ, մինչև քարը տեղադրեմ, նոր մնաս բարով ասեմ բոլորին։ Գվարից կասեմ մնաս բարով գվար։ Մի ասեք մնաս բարով, պարոն Ավետիսյան, ծննդյան օրն եք նշելու ձեր հունվարին։ Նշենք, ուրախ եմ, շատ, ինչքան թորներ ունեմ, Դուք հաշվեք ասեք, 4 աղջիկ մի տղա, քանի թոր, լուսիկը գիտի, հաշիվը հարսն է պահում։ չէ, ես էլ ունեմ հաշիվը, չէ, չի հաշվես, ասա էլի, 47 թոր ունեմ, բայց թորի թորն ինչքան է, 10 հոգել, Թորան թորվա։ հա, Թղթի վրա եք գրում, որ չմոռանաք։ հա, չէ, ես գիտեմ ամեն երեխան քանի երեխա ունի, քանի թոր ունի, մեկ գիտեմ, անվանական գիտեմ ես, փառքած ամեն օր ես թորներս գալիս են, Պարոն Սպապ, որ համեմատեք, ժամանակները համեմատեք, ինչն է հիմա ավելի շատ փոխված, որ ձեզ դուր չի գալիս, որ առաջ ավելի լավ էր։ Հիմա վատ չի, գիտեք ինչ, հիմա ամեն ինչ ազատ է, այն ժամանակ, Ստալինյան ժամանակաշրջան, որ ասում են, դե ես այնքան չեմ այդ բանում, խիստ էր, KGB-ն ամեն քայլափոխում հետևում էր, պետական անվտանգությունը, թե այդ բառն ես ասել, ասել չէ այդ մասին ես խոսել, մարդ ազատ չէր կարողանում խոսել, շարժվել, բայց հիմա փառքաստու, ամեն ինչ ազատ է, ձայնի ազատություն, խոսքի ազատություն, ընտելության ազատություն, վատ չի, մի փոքր, մեր իշխանավորները, որ լավ աշխատեն, Հայաստանի պես երկիր չկա, ես եղել եմ Եվրոպայի շատ երկրներում, ոչ մի երկիր Հայաստանին չի հասնի, միմիայն նմանվում է Բուլղարիան մի փոքր, Հայաստանը իրոք դրախտավայր է, նոյ այնտեղի չի իջել Արարատի գագաթին, լավ երկիր է մեր երկիրը, ամեն ինչով հարուստ է, մարդկանցով հարուստ է, խելոք մարդկանցով հարուստ երկիր է, բայց մի փոքր Որ ասում եք լավ ղեկավարել, ինչ նկատի ունեք, լավ ղեկավարելը ինչ է։ լավ ղեկավարելը ժողովրդի պահանջը կատարելն է, ղեկավարը այն խոսքը, որ ժողովուրդը ուղղում է ղեկավարին, պետք է կատարվի, գետին չընկնի։ Հարգելի իշխանավորները պետք է ձգտեն մեր այդ կադրերը Հայաստանից դուրս չթողնեն գնալ։ Մեր յուղից 3-4 հոգի գնացել են Ամերիկա, հետ չեկան։ Տխրում եք այդ փաստից։ Ինչ է։ Պետք է պահել։ Չեն պահում, այդ տեսանկյունից մեր կառավարությունը ոչինչ անել չի կարող։ Գնում են վերապատրաստման, մնում են էլ չեն գալիս, ինչ անի կառավարությունը։ Ինչի չեն գալիս բա։ Ինչու չեն չեն գալիս, այո։ Որտեվ այն հնարավորությունները չկա ինչ որ ընդեղ կա։ Օրինակ Թորանս Վարդան այդ լավ երկիչ Վարդանին, ասում են, որ Ամերիկա գնաց միլիոններ կաշխատես։ Հենց այ երկում։ Բայց պետք չի դա։ Պետք է տան մեջ մնա եւ երկի։